այդ ռեսուրսներն էլ անսահմանափակ չեն։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Նազարյան։ Ես առաջին հարցը քաղաքաշինության հետ է կապված։ Ձեզ արդյոք չի մտահոգում այն պատկերը, որ ունենք այսօր Երևանում, բազմաբնական շենքերի ցաքուցրիվ կառուցում, շատ հաճախ քաղաքաշինական նորմերի խախտումներով։ Դուք այդ հարցով քննարկումներ ունեցել եք թե չէ մասնագետների հետ եւ մենք ենթահարց ունենք քաղաքի զարգացման ծրագիր, ունենք հստակ նշված շենքեր, որոնք քանդելու ենթակա չեն, այսինքն արգելվում է, որովհետև դա պատմական ժառանգություն է։ Ունենք այդ շենքերի ցանկը եւ երկրորդ հարցը մենք արդյոք կարող ենք օրենքով արգելել, ձեր օրինակ կարծիքն այնց է դարքիր, որ ընտրություններից առաջ մետրոյի զարգացման մասին այլևս ոչ մեկ իրավունք չունի ոչ մի խոստում տալ։ Եվ անցնեմ ավելի լուրջի, չեք արդյոք ծրագիր կա կամ քննարկում գոնե Երևանում տրամվայների վերականգնումը։ Դա արդյոք քննարկվել է, խելամիտ է, թե ինչպես եք տեսնում դրա զարգացումը։ Շնորհակալ եմ պարոն Նազարյան, իրականում որևէ մի ենթակառուցված քանդելը, որևէ մի բան ոչնչացնելը շատ ավելի հեշտ է, քան հետագայում այդ ենթակառուցվածքը վերականգնելը, եւ սա միայն տրամվային չի վերաբերվում։ Սա տարբեր ոլորտներին է վերաբերում։ Քանդելը միշտ շատ ավելի հեշտ է, քան հետո ինչ որ բան սարքելը, եւ այսպես ասեմ, ոչ տրամվայի վերականգնման ծրագիր չի քննարկվում զուտ այս պայդրությամբ իրատեսական չլինելու տրամաբանությամբ։ Մետրոյին վերաբերող ծրագիրը, այդտեղ օրինակ շատ ավելի մոտ ենք եւ շատ ավելի իրատեսական ծրագիր է, պարոն Նազարյան, որովհետեւ օրինակ իհարկե մենք Աջափնյակի մետրոյի կայարանի նոր նախագիծը, որը երևի թե Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում ամենաբարդ նախագծերից մեկն է, եթե ոչ ամենաբարդ նախագիծը, անցել է համալիր փորձաքննություն 2 օր առաջ, 3-4 օրը, այո, մոտավորապես դրա վրա 7 ամիս ժամանակ ենք ծախսել, բայց համալիր փորձաքննություն այդ նախագիծը անցել է։ Այսինքն իհարկե պետք է նաև հասկանանք, որ այս տեսակ նախագիծ, այս պետությունը 40 տարուց ավել չի արել։ Այս տեսակ աշխատանք այս պետությունը 40 տարուց ավել չի արել, եւ եթե նմանատիպ process-ներն են կանգնում, այդ կարողությունը, այդ գիտելիքը էլի չքանում է։ Հետո պետքա սկսես վերականգնել։ Հիմա ժամանակ է դա տանում, բայց ես անհոգնել եւ վստահ ձեզ ասում եմ, Երևան քաղաքում Աջափնյակ մետրոյի կայարանը կառուցվելու է, որովհետեւ մեզ ընդամենը մնացել է գրագետ կազմակերպել արդեն շինարարության մրցույթը եւ համապատասխան ֆինանսավորումը հատկացնել եւ արդեն տեխնիկական հսկողության մրցույթը իրականացնել, որովհետեւ ամենաբարդ հատվածը կարծում եմ անցել ենք։ Ամենաբարդը նախագիծը ստանալն է, որը բոլոր փորձաքննությունները անցել է։ Ինչ վերաբերում է քաղաքաշինությանը, պարոն Նազարյան, ես այսպես ասեմ, շատ դեպքերում շենքեր, որոնք որ կառուցվում են եւ մենք տեսնում ենք, դրանց շինթույլտվությունները կարող է տրված լինեն տարիներ առաջ։ Այսինքն շինարարության ոլորտում միշտ ինչ որ մի բան կոպիտ ասած, երբ որ շինթույլտվություն տրվում է, դա կարող է հետո տենց ձգվի 7, 8, 9, 10, մենք ունենք շինթույլտվություններ 2010-ականների սկզբի, նույնիսկ 2000-ականների վերջի, որոնք որ պարբերաբար երկարաձգվել են։ Երևանի քաղաքապետարանը ինչ է արել քաղաքաշինության ոլորտում որոշակի կանոնակարգում բերելու համար։ Նախ առաջին հերթին ընդունել է նոր գլխավոր հատակագիծ, որը պետք է ընդունված լիներ դեռևս 2020 թվականին։ Այսինքն առաջին գործը, որ մենք արել ենք, ընդունել ենք նոր գլխավոր հատակագիծ։ Բոլոր բակային տարածքները, բակերի տարածքները այդ գլխավոր հատակագծում ֆիքսել ենք, որ ընդհանուր օգտագործման տարածքներ են, այսինքն ավտոմատ կերպով
բակային տարածքներում դրել ենք սահմանափակումներ։ Ստեղծել ենք քաղաքաշինական խորհուրդ 5 հոգուց բաղկացած, բոլորը ճարտարապետներ են եւ ամեն 6 ամիսը մեկ քաղաքաշինական խորհրդից մեկը մեզ մոտ փոխարինվում է մեկ այլ ճարտարապետով եւ փաստացի քաղաքաշինական խորհուրդն է որոշում, այսինքն ճարտարապետներն են որոշում, թե որ ծրագիրը պետք է իրականացվի, որ ծրագիրը չպետք է իրականացվի։ Լինում են իհարկե դեպքեր, երբ որ օրինակ քաղաքաշինական խորհուրդը ասում է այո, սա կարելի է իրականացնել, ես էլ ասում եմ, չէ, Ժորժ ջան, այստեղ էս ռիսկերն եմ տեսնում, խնդրում եմ մի հատ հավելյալ նայեք, իրանք էլ էլի նայում են, ասում են արդեն իրենց կարծիքը։ Բայց որ ամենակարևորն է, մենք ինստիտուցիոնալ նոր կանոններ ենք սկսել դնել քաղաքաշինության ոլորտում։ Մասնավորապես հիմա օրինակ Փարիզի Լիոնի օրինակով իրականացնում ենք որոշակի քառակուսի մետր կառուցվող տարածքի համար կոնկրետ ծառատեսակների քանակի ֆիքսում ու տեսակների ֆիքսում։ Այսինքն եթե օրինակ X քանակի 50 քառակուսի մետր կառուցապատման տարածք է ստանում, դու պարտավոր ես տնկել մեկ հատ այս տեսակ կա այս տեսակների ծառերից մեկը։ Եվ այսպիսի կանոններն են, որ ավելի ու ավելի ու ավելի կանոնակարգելու են մեր շինարարության ոլորտը։ Եթե օրինակ խոսքը գնա նրա մասին, թե ինչպես պետք է կանոնակարգենք, օրինակ, որ ցանցերը դնեն, որը էլի մենք ենք ընդունել, Ժորժ ջան, ձեր աջակցության կարիքը կա։ Մի անգամ եկել ենք ձեզ մոտ, ասել ենք եկեք տուգանքը ավելացնենք, 60,000 դրամ է տուգանքը, թե 70,000։ Այդ ցանցերը դնելը կարող է 7 միլիոն լինի կամ 10 միլիոն դրամ։ Պարոն Նազարյան, դուք տուգանքը կմուծեիք, թե 7-ից 10 միլիոն դրամ կծախսեիք եւ ցանցը կդնեիք։ Խնդրեմ, այսինքն ուզում եմ ասել, այսպիսի խնդիրներ կան, որ իրար հետ խոսելու եւ իրար աջակցելու խնդիրներ ունեն։ Շնորհակալություն արձագանք ունեք, խնդրեմ։ Ուղղակի արձագանքում խնդրեմ բաց թողեք այդ հատվածը ունենք հստակ ցանկ, որ շենքերը չենք կարող քանդել այս կամ այն նպատակի համար եւ մի լրացուցիչ հարցեր տամ մի պահ կարծես զբաղվում էիք բենզալցակայանների, գազալցակայանների տեղադրման վայրերի հետ կապված։ Էրեբունի փողոցում մի բենզալցակայան կա, որը վերջերս ինձ թվում էր քանդում էին, պարզվեց նորոգում են, մեծացնում են, որը անմիջապես հարևանությամբ է գտնվում խոշոր առևտրային կենտրոնի, մանկապատանեկան հաստատության, նախկին Պիոներ պալատի, հիմա չգիտեմ ոնց է կոչվում, եւ միակ մուտքն է մի ամբողջ թաղամասի։ Այսինքն այդտեղ Աստված չանի ցանկացած թե վթարից հաստատ այդ տեղակայման վայրը արդյոք քաղաքապետարանի չի հուզում։ Շնորհակալ եմ։ Նախ պատմամշակութային հուշարձանների մասով ասեմ, հստակ ցանկ կա պատմամշակութային ժառանգություն հանդիսացող հուշարձանների, որոնք որ քանդման ենթակա չեն։ Ասեմ ավելին, Երևանի թիմ նոր օրենքով, որը հիմա արդեն կառավարությունում է վերջնական իր տեսքով եւ շատ հուսով եմ, որ շատ շուտով կհայտնվի ձեր դաշտում եւ դուք կսկսեք քննարկել, Երևանի քաղաքապետի նոր լիազորություններ են վերապահվում պատմական հուշարձանների սեփականատերերին պարտավորեցնելու պատմական հուշարձանները ըստ օրենքի պահանջի, արդեն իսկ գործող օրենքի պահանջի այդ բանը պահպանելու, հուշարձանը պահպանելու, տեսքը 1000 ու մի պահանջ կա այնտեղ, մի պահանջ չի, եւ այդտեղ կրկին շատ խիստ տուգանքներով, որովհետեւ ժողովուրդ, իմ կարծիքով, եթե մենք որոշել ենք, որ սա պատմական հուշարձան է, մենք պետք է ամեն ինչ անենք, որ ունի սեփականատեր, պետությունն է սեփական պարտավոր ենք պատադրել, որ ինքը պատշաճ տեսքով եւ ձևով պահպանվի, որովհետեւ ինչ իմաստ ունի պատմական հուշարձանը, եթե պատուհանները պետք է ջարդած լինեն, ու մենք գործիք չունենանք, որ սեփականատիրոջը պարտադրենք։ Այսինքն շատ այսպիսի հարցեր կան, որոնք որ նաև երթիմ օրենքում այս այն խնդիրները, որոնք որ դուք հիմա բարձրաձայնում եք, այդ գործիքները ստեղծվում են, որոնք կտան մեզ լուծում։ Ինչ վերաբերում է երկրորդ հատվածը
բենզալցականներին, տեսեք, պարոն Ազարյան, մենք բոլոր այն բենզալցականները, գրեթե բոլոր այն բենզալցականները, որտեղ որ իրավական փաստաթղթերի հետ կապված լուրջ խնդիրներ կան, նորմատիվների հետ կապված փաստագրված խնդիրներ կան, որոնք որ կոպիտ ասած չեն ուղակի վերածվի երկարատև դատական քաշքշուկի, քաղաքապետարանի կամ տեսչական մարմնի համար, հիմնականում դրանք բոլորը քանդել ենք։ Այս տարի էլի շարունակում են բենզալցականների մեծ մասը ունենալ խախտումներ, ոմանք ոչ իրենց մեղավորությամբ, այլ պետական մարմինների ինչ որ քաղաքական փոփոխության հետևանքով օրինակի համար ասեմ բենզալցականներ կան որ նախկինում գրանցված են եղել հետո օրինակ կադաստրը ինչ որ մի կետից սկսել է նաև ծածկը գրանցել պահանջել եւ օրինակ այն ժամանակ որ ծածկը չի պահանջվել հիմա որպես ինքնակամ է այսպես ասած դիտվում, այսինքն իրանք իրավական առումով իրանք մեղավոր չեն։ Այսինքն մենք ինչ որ քաղաքականություն ենք փոխել եւ իրենք հայտնվել են այդ դաշտում։ Երևանի քաղաքապետարանը շատ երկար ժամանակ չէր տալի թույլտվությունները։ Շատ երկար ժամանակ այս տարի թույլտվությունները չէր տալիս եւ բենզալցականների ասոցիացիայի հետ ես անձամբ հանդիպում եմ ունեցել ու հետեւյալն ենք պայմանավորվել բոլոր այն բենզալցականները որոնք որ նորմատիվային խախտում չունեն բոլոր այն բենզալցականները որոնց այդ այսպես ասած խախտումները պետության կամ քաղաքի քաղաքականության փոփոխության հետևանքով են այդ բենզալցականները նորմալ թույլտվություն են ստանալու եւ ընդհանուր առմամբ այս տարի մի քիչ ավելի մեղմ ենք վերաբերելու բոլոր այն բենզալցականները որոնք որ այնուամենայնիվ հայտնվել են մի իրավիճակում որտեղ իրանք ունեն նորմատիվային խախտում բայց իրանք ունեն ինչ որ փաստաթղթեր այդտեղ պետք է դիտարկենք իրանց հողի այսպես ասած փոխանակման հարցեր, այսինքն իրանց տեղափոխելու եւ կլինեն հաստատ եւս 1, 2, 3, չգիտեմ 4 բենզալցականներ, որոնք պետք է քանդենք։ Որովհետեւ մենք նախորդ տարի եւ 2023 թվականին, եթե չեմ սխալվում, 20-ից ավելի բենզալցականներ քանդել ենք արդեն։ Այսինքն մենք հիմնականում այն նրանք, որոնք որ իրավական առումով խնդրահարույց են, դրանք գրեթե բոլորը քանդել ենք։ Չեմ բացառում որ մի քանիսը մնացած լինեն, բայց հիմնականում այդ աշխատանքն արվել արդեն։ Շնորհակալություն, խնդրեմ Տիկին Գյուրեղյան։ Պարոն Ավինյան, դուք մի շատ կարևոր նախադասություն նոր ասացիք, քանդելը շատ հեշտ է, սարքելը իրապես դժվար է եւ դա վերաբերվում է մարդկային կյանքի հարաբերությունների բոլոր ոլորտներին, ընդհանուր մինչեւ տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ վստահությունը հենց որ քանդվում է, հենց որ վերանում է կամ կորցվում է, դրա վերականգնելը հեշտ է։ Եվ այս համատեքստում հիմա ես ուզում եմ նորից գործընկերոջս առաջ քաշած հարցը բարձրացնել։ Անձրևաջրերի հեռացման համար դիտահորերի, հա, այդ սելավատարերի համակարգի աշխատանքը իրոք ինքը շատ ծանր վիճակում է եւ որ գաղտնիք չէ որ փողոցները հեղեղում են ես Վանաձորում եմ Վանաձորցի եմ որ Վանաձորը միշտ ծանոթ է եղել միշտ ապրել է այդ անձրևների հետ բայց այն ինչ տեսնում ենք հիմա մենք Երևանում ես նույնիսկ Վանաձորում ես ասում եմ վատ երազներում չեմ տեսել սարսափելի վիճակ է այդ անձրևներից հետո այստեղ վիճակը եւ քաղաքացուն բոլորովին հետաքրքիր չի դրա վերացման պատասխանատվությունը թիմ մարմնինն է թե կառավարությանն է թե կառավարության որևէ այլ կառույցինն է հասկանում եք ինքը հասկանում է որ Երևան քաղաքում ապրելով Երևան քաղաքի ղեկավարությունը այս հարցով չի զբաղվում հիմա եթե դուք տեսնում եք կան կոնկրետ կառույցներ որոնց հետ պետք է կիսեք այդ պատասխանատվությունը ուրեմն վաղուց պետք է եթե ձեր կամավոր ու պարտադիր լիազորությունների շրջանակում չէիք կարողանում իրականացնել պետք է դիմեք մի ուրիշ գործիքի ուղերձի գործիքին կառավարությանը եւ դիմեիք ուղերձով դիմեիք կառավարության այս հարցերը լուծելու կամ միգուցե նախաձեռնություն օրենսդրական որոշակի, որը ձեր ասած թիմ նոր օրենքի համատեքստում միգուցե կլինի եւ այդ պատասխանատվությունը կկոնկրետացնի։ Ինչ է անում այդ ուղղությամբ։ Շնորհակալ եմ Տիկին Գյուրեղյան, ձեր բոլոր մատնանշած ենթակառուցվածքները պետական գույք են։ Բոլոր, ինչ դուք մատնանշեցիք, դրանք բոլորը պետական գույք են։ Երևանի քաղաքապետարանը այնուամենայնիվ ամեն տարի իր սեփական միջոցների հաշվին աշխատանք իրականացնում է։
տարատեսակ գրագրություններ ունեցել ենք, նամակագրություններ ունեցել ենք։ Հիմա ես վստահ եմ, որ օրինակ պարոն Խուդացյանի հետ մենք վերջապես այդ թնջուկը կբացենք եւ կլուծենք, որովհետեւ ես համաձայն եմ մի բանում, որ անձրևատար համակարգերը, հեղեղատար համակարգերը, կոյուղատար համակարգերը բոլորը պետք է պատշաճ վիճակի բերվեն եւ Երևանի քաղաքապետարանը դա անում է Տիկին Գյուրարյան այնպեսի տպավորություն չթողեմ որ ասում են պետական գույքա ու մենք բան չենք անում նոր էդ էի ասում 2024 թվականին Երևանի քաղաքապետարանը աննախադեպ ծավալի կոյուղատար համակարգ է ստեղծել քաղաքում 13-14,000 գծամետր Նույնը արել է 2023 թվականին։ Նույնը անելու է 2025 թվականին։ Այս անգամ արդեն նաև կառավարության ֆինանսավորմամբ։ Բայց այսպես ասած էլի sense անհատ այս ծրագրերը իրանք մեկը տենց կոմպլեքս խնդիրը չեն լուծում։ Ինչ վերաբերում է հեղեղումներին, եկեք նաև Տիկին Գյուրարյան անկեղծ լինենք եւ ֆիքսենք, որ հիմա Երևան քաղաքում օրինակ 20 րոպեում կարող է գալ տենց 2 ամսվա անձրևը եւ այս անոմալ վիճակ է այսինքն կլիմայական փոփոխություններով է պայմանավորված շատ քաղաքներ կան որ այսինքն իմաստ չունի այդ ծավալի անձրևատար եւ հեղեղատար համակարգեր ստեղծել որովհետեւ այդ մի անգամ այդ անոմալը որ եկավ այսինքն պետքա համակերպվես դրա հետ եւ ինչ որ այլ լուծումներ փնտրես որովհետեւ այդ ենթակառուցվածքի վրա այդ աստիճան գումար ծախսելը արդեն շատ մեծ գումարների մասին խոսք կգնա բայց այն ինչ վերաբերում է որ այդ համակարգերը ունեն արդիականացման հիմնանորոգման նորերի ստեղծման խնդիր ես ձեզ հետ միանշանակ համաձայն եմ եւ ես հուսով եմ կրկին իմ գործընկերները ինձ լսում են ես ոնց որ թե ամեն տարի խոսում եմ դրա մասին բայց հարգելի գործընկերներ եկեք հասկանանք ինչ ենք անում Պարոն Ավենյան, եթե մի բանը կրկնվում է 1 անգամ, 2 անգամ, 3 անգամ, է դառնում է օրինաչափություն արդեն։ Այս անձրևները 2 ամիսը 1 չեն արդեն, 2 ամիսը 1 չեն, հասկանում եք, նշանակում է ինքը ձեր առաջ խնդիր է բարձրացնում, որ դուք ուզեք թե չուզեք, այդ հարցով պետք է սկսեք զբաղվել, եթե չեք զբաղվել։ Եվ էլի եմ կրկնում, մեկը մյուսի վրա գցելով, ով է պատասխանատուն քաղաքացու հարցը, ոչինչով չէ քաղաքացուն օգնում։ Քաղաքացու համար լրիվ մեկ է դա պետական գույք անվան տակ է իրեն խանգարում թե համայնքային գույք անվան տակ է իր համար այդպիսի խնդիրներ առաջացնում եւ եթե տեսնում եք այդ օրենսդրական նախաձեռնությունների կարիքը եկեք միասին թեկուզ քննարկենք բայց այդ հարցը լուծել է պետք պարոն Ավենյան սա է խնդիրը եւ չասենք քննարկում ենք ինչքան եք քննարկելու 21 թվականի ընդունված հայեցակարգը ես մի քիչ առաջ էի ասում 25 թվականն դեռ ասում եք քննարկման փուլում է մենք պետք է մի քիչ էլ արագացնենք այդ քննարկման փուլերը ու մտնենք կյանքի կոչելու իրականացնելու փուլ Ես ավելին ձեզ հետ համաձայն չէի կարող լինել Տիկին Գյուրարյան եւ մենք քննարկումների վրա շատ ավելի քիչ ժամանակ պետք է ծախսենք եւ պետք է անցնենք հիմնականում գործի, բայց նաեւ մեր պետական ընթացակարգերն այդպիսին են, որ մենք շատ երկար ժամանակ քննարկումներ ենք իրականացնում տարբեր օրենքների, նախագծերի, նախաձեռնությունների, շատ շուտով Երևանի թիմ օրենքն ենք քննարկելու ազգային ժողովում, եկեք քննարկենք հենց դրա շրջանակներում, մենք ուրախ կլինենք այդ պատասխանատվությունը ամբողջությամբ մեր վրա վերցնելու եւ իրականացնելու, բայց դրա համար համապատասխան գործիքակազմ պետք է ունենա Երևան քաղաքը։ Շնորհակալություն, խնդրեմ պարոն Թունյան։ Շնորհակալություն։ Պարոն Ավենյան, այդ բոլոր խնդիրները, որոնց մասին բարձրաձայնվեց, հասկանալի է, որ դրանց լուծման համար ֆինանսավորում է պետք, ու Երևան քաղաքը ակնհայտ է, որ միայնակ այդ խնդիրների լուծման տակից դուրս չի կարող գալ։ Հիմա հարցի մյուս կողմն է, թե այդ ֆինանսավորման հարցը ոնց պիտի լուծվի, ու տարբեր մեխանիզմներ կան, այդ թվում նաև այստեղ են քննարկել երկու հարց ունեի։ Առաջինը մենք կհիշեք նախորդ բյուջետային քննարկումների ժամանակ անդրադարձանք այն հնարավորությանը, որ եկամտային հարկի որոշակի մաս հանում լինի համայնքներին։ Ուզում եմ հասկանալ այդ խնդիրը կամ խնդիր չէ, այդ տարբերակը դեռևս օրակարգում կա գոնե քննարկման մակարդակով թե ոչ, եւ երկրորդ հարցը շատ քաղաքներում կիրառվում է այսպես կոչված քաղաքային հարկ հյուրանոցներում ու ոչ ռեզիդենտների համար։
կա նման գաղափար, որպես